Տպավորությունը շատ լավ է, այն գյումրեցիները, որոնք որ չէին հավատում, սկսել են արդեն, նայելով քարոզարշավին, նայելով թիմերին, սկսել են արդեն ակտիվանալ, որովհետև տեսել են մեր մոտ երիտասարդություն, տեսել են թարմ ուժ, տեսել են նորություն, տեսել են մարդիկ, որոնք ի վիճակի են նոր լուծումներով քաղաքի կառավարումը դարձնել ավելի լավը, հանել Գյումրին այս ճգնաժամ իրավիճակից եւ տանել դեպի զարգացող քաղաքի, այսպես ասած, ճանապարհ։ Պարոն Սիմոնյան, նաև այսպեսի մտավախություններ կան, ուտել եք լսել, որ դուք ձեր քվեները տալու եք Վարդան Ղուկասյանին, բացի այդ ձեզ կապում են նախկին նախագահ երկրորդ նախագահի հետ Ռոբերտ Քոչարյանի։ Ես կուզեի դուք ձեր հստակ դիրքորոշումը նշեք ցայների հետ կապված, որ գյումրեցին վստահաբար քվեն տալու։ Հերթական քաղաքացիական պայմանագրի սուդն է, լղոզումն է, ես ասել եմ իմ հարցազրույցներից մի քանիսում, որ Նիկոլ Փաշինյանի զգայարանները շատ լավ են աշխատում եւ ինքը զգում է մոդալուտ քաղաքացիական պայմանագրի վախճանը եւ ամեն ինչ անելու է Գյումրի քաղաքում ընտրությունները լղոզելու, մանիպուլացնելու, որպեսզի կարողանա այդտեղ ինչ-որ շահեկան դիրք զբաղեցնել։ Չի ստացվելու, իսկ ինչ վերաբերում է մեր ձայներին, ոչ մի քվե մեզ վստահված, ոչ մի ուժի չի գնալու։ Ուղղակի ասեմ ուղիղ մեր ընտրողներին, որ մեծամասնությունը կազմելու ենք մենք եւ մնացյալ ուժերն են միանալու մեզ, որպեսզի քաղաքում երիտասարդ ուժերը կան կառավարման, քաղաքում երիտասարդ ուժի շարժը յուրաքանչյուրը նկատի եւ հասկանա երիտասարդության այսպես ասած ջիղն ու ավյունը ինչքանով է օգուտ տալու մեր Գյումրի քաղաքին։ Որ այսպես հանդիպում եք գյումրեցիներից, ֆիքսում արձանագրում եք խնդիրները, այն առաջնահերթ խնդիրները, որոնք տեսողերին հասցրել են հասկանալ, արձանագրել։ Տեսնեք, ես ընդհանուր ասեմ, առաջնահերթ խնդիրը հենց մեր Գյումրի քաղաքի մթնոլորտն է, որը շատ վատ վիճակում է գտնվում, մեր գալով դա փոփոխվելու է միանշանակ, իսկ ավելի, այսպես ասած, առարկայական խնդիրներից է մեր տնագների, բնակիչների հարցը, խնդիրն է, որով իրենք այսքան տարիներ շարունակ մնալով դիմադրել են այն հույսով, որ գալու է օրը, որ իրենք հասնելու են իրենց նպատակին եւ կարողանալու են նորմալ պայմաններում ապրել։ Պարոն Սիմոնյան, օրերս Վարդան Ղուկասյանը Գյումրիի նախկին քաղաքապետ շպիոնական ձեր ծրագրի խոսքը ազատ-տնտեսական գործի ստեղծելուն է, ասում է, որ դա իր գաղափարն է, այդ ձեր ներկայացրած գաղափարը ընդհանրեն նորություն չէ Գյումրիի համար եւ իր գաղափարը թողածա եւ ներդի ազատ-տնտեսական։ Ուրեմն ասեմ, տարիներ շարունակ խոսվել է Գյումրու ազատ-տնտեսական կոդի կարգավիճակից, բայց այն չի իրագործվել ինչ-ինչ պատճառներով, դա այլ խոսակցության թեմա է։ Իսկ ինչ վերաբերում է մեր նախաձեռնությանը, քանի որ գյումրեցին պահանջատեր չի եղել անցած տարիներին, մենք որոշեցինք մտնել հենց ստորագրահավաքի ճանապարհով անցնելով ցույց տալ, որ հենց գյումրեցին է պահանջատեր դառնալու։ Եվ 7700 քաղաքացու ստորագրություն պատճառ դարձավ, որ բոլորը խոսեն Գյումրիի ազատ տնտեսական կոդի դառնալուց։ Անգամ դուք երեք ներկա եք գտնվում մեր կազմակերպած կոնֆերանսին, որում մասնակցում ունեն նաև մեր ռուս գործընկերները, իշխող ուժի Եդինայա Ռոսիա կուսակցության անդամները, ովքեր նաև ողջունեցին մեր այս եւ ստորագրությունը եւ այս առաջ քաշած ազատ տնտեսական կոդու հարցերը եւ պատրաստակամություն հայտնեցին, որ եթե Գյումրիում ստացվի, այսպես ասած, որ մեր ուժը ստանձնի քաղաքի կառավարումը եւ
ազատ տնտեսական կոդու գաղափարը կարողանանք իրագործել, իրենք պատրաստ են ներդրումներ կատարելու։ Պարոն Սիմոնյան, որքան ամփոփում եք տեսնում ձեզ մրցակիցս պայքարում։ Միայն մեզ ենք տեսնում, մեզ մրցակից, ուրիշ ոչ մեկի։ Լավ ենք աշխատում, ուրեմն ամենամեծ ձայները մենք ենք վերցնում։